Ինչպես միշտ խորհրդանշական օրերին մենք գալիս ենք Եռաբլուր, մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր սուրբ նահատակների հիշատակի առջև եւ նաեւ մեր խոնարհումը արտահայտենք ոչ միայն իրենց շիրիմների, խնկաբույր շիրիմների առջև, այլ նաեւ երախտագիտության խոսքերն ասենք նրանց բոլոր հարազատներին, ովքեր այսօր տառապում են, բայց միևնույն ժամանակ մենք որոշակի նաեւ ապրումներ ենք ունենում, որ եթե չլիներ նրանց անձնազոհությունը, հերոսությունները, ապա չէր լինի նաեւ մեր ժողովրդի խաղաղ արարումը։ 5 տարի առաջ այս օրը Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախի հանրապետության նկատմամբ եւ օգտվելով առիթից, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրարամերժ խոսքով, արտահայտություններով, հայտարարություններով եւ նաեւ գործողություններով ոչ adekvat տպավորություն թողեցին, նա խախտեց այն պայմանները, որոնք որ տարիների ընթացքում հիմք էին դրվել բանակցային գործընթացի ընթացքում, այսինքն ուժի միջոցով նա կարողացավ Արցախում հասնել հաջողությունների, հետո հասավ նաև Հայաստանի Հանրապետության սահմաններ, մխրճվեց Հայաստանի Հանրապետության սահմաններ, մինչև այսօր 200-ից ավելի քառակուսի կիլոմետր տարածքներ գտնում են նրա տիրապետության տակ, Արցախը հայտնվեց շրջափակման մեջ եւ նաև 2023 թվականին, ինչպես մենք գիտենք, հակահաբեկչության, այսպես ճագերտներով ասած, գործողությունների ներքո ինքը վերջնական Արցախի հայաթափման հանցագործություն իրականացրեց Արցախի ժողովրդի նկատմամբ։ Ըստ էության ցեղասպանություն իրականացվեց եւ այսօրը մենք պարտավոր ենք այստեղ լինել եւ նաեւ մեր հարգանքի տուրքը մատուցել մեր հերոսների շիրիմներին, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ Ադրբեջանը հիմնական հանցագործ լինելով չէր կարող հասնել հաջողությունների, եթե տարիների ընթացքում բանակցային ամբողջ ներուժը չմսխվեր, բանակցությունները չդադարեցվեին, եթե 2019 թվականի առաջարկությունները Արցախի ճակատագրի վերաբերյալ, Արցախի ինքնորոշման վերաբերյալ չդրվեին սեղանի վրա կամ աթոռի տակ նստեին նրա վրա եւ ամեն ինչ չանեին, որպեսզի կանխվեր պատերազմը։ Մենք բոլորս հասկանում ենք, որ եթե բանակցությունները ավարտվում են, այնտեղ նաեւ սկսվում է պատերազմը։ Մեր համար Արցախի թեման չի փակվել, գոնե հաշվի առնելով 3 հանգամանք։ Առաջինը, որ այս գործողություններով հանցագործ գործողություններով Ադրբեջանը հակամարտությունը ավելի է սրել, հակամարտությունը չի ավարտվել եւ այս ցեղասպանության համար Ադրբեջանը միջազգային հարթակներում պետք է պատասխանատվություն կրի, դա է պատճառը նաեւ, որ Արցախի Հանրապետության իշխանությունների եւ նաեւ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ հանձնախումբ գոյություն ունի, որը համապատասխան աշխատանք է տանում միջազգային հարթակներում այդ ուղղությամբ։ Երկրորդը, կարծում եմ, որ Արցախի սուբյեկտայնությունը պետք է պահպանվի եւ ինստիտուտները, իշխանությունները պետք է աշխատեն Արցախի ժողովրդի ճակատագրի, նրանց սոցիալ-տնտեսական վիճակի, նրանց հավաքական պահելու եւ նաեւ հնարավորության սահմաններում գործողություններ իրականացվեն, նաեւ որպեսզի ընդհանուր վերադարձի, հավաքական վերադարձի համար անվտանգային պայմաններ ստեղծեն։ Եվ երրորդը, եթե այս երկու հանգամանքը գոյություն ունի, ապա բանակցությունները այլընտրանք չունեն։ Բանակցությունները գործող ձևաչափով կամ որևիցե նոր ձևաչափով, բայց ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության իշխանությունները Ադրբեջանի ղեկավարության հետ միասին, ինչպես գիտեք, լուծարեցին Մինսկի խումբը, դրանով նրանք եւս մեկ անգամ ապացուցեցին, որ նրանք Արցախի էջը
գոնե իրենց տպավորության, իրենց գործողությունների մեջ փակել են, իսկ նրանց խոսքը, նրանց գործողությունները ցույց են տալիս, որ նաև նրանց գործողությունների մոտ միտումնավորություն կա։ Եվ ես ուզում եմ եւս մեկ անգամ, որպեսզի մենք այսօրը հիշատակելով 5-րդ տարելիցի խորհրդի շրջանակներում մեր խոնարհումը արտահայտենք ոչ միայն եռաբլուրում, այլ նաև Հայաստանի Հանրապետության եւ Արցախում մնացած բոլոր մեր հերոս նահատակների հիշատակի առջև։ Պարոն Օհանյան, պարտության հետ կապված տարբեր են պատճառները։ Նիկոլ Փաշինյանը ձեր օրոք պաշտպանության բանակի հրամանատարիններից օրոք քննադատությունների տեղատարափ է հորդացել այս ընթացքում, օրինակ ասում 2016-ին, երբ որ ես 10 ջոկատի հետ գնացի Մարտակերտ, 73 թվի ավտոմատ էին ինձ տվել, ասում է Սերժ Սարգսյանը 43 միլիոնի մետաղի ջարդոն է ձեռք բերել, այդ զենքերը ընդհանրապես բանի պիտանի չեն, ոչ մի ձև չեն կարող օգտագործել, իսկ հետո իրենք հայտարարեցին, որ մենք վերջ ենք դրել 80-ականների զենքերի օգտագործմանը։ Մի հատ պարզություն կմտցնեք, ձեր օրոք ձեռք բերված զենքը իսկապես այդպես ջարդոն է եղել։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անկախության եւ ինքնորոշման սկզբնական փուլում ձևավորվեց հայկական բանակը եւ նաեւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը։ Հասկանալի է, չէ՞, մեր ժողովուրդը գիտակցում է, որ այն զրոյից է սկսել ստեղծվել եւ կառուցվածքային, կազմհաստիկային առումով եւ նաեւ համակողմանի ապահովման խնդիրներ իրականացնելով, որոնց մեջ է եղել նաև սպառազինության ձեռքբերումը։ Եւ սպառազինությունը ի սկզբանե ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեցող Խորհրդային Միության զորամասերից մնացած, Արցախի Հանրապետությունում Խորհրդային Միության մնացած սպառազինությունից եւ նաեւ հայ, ռուսական եւ նաեւ հապկի շրջանակներում երկկողմ հարաբերություններում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման շրջանակներում եւ այդ առումով այնտեղ մենք ունեցել ենք սպառազինություն տարբեր տարեթվերի, ընդ որում այսօր էլ սպառազինություն գոյություն ունի, որոնք որ 45 թվականի են, բայց այսօր նորից վերարտադրվում են եւ հոյակապ աշխատում են, հոյակապ գործում են։ Շատ հեշտ է Արցախյան առաջի պատերազմին չմասնակցել, բայց հետագայում նաև քննադատել։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որ ինքը առաջին Արցախյան պատերազմի ժամանակ բանակ չի գնացել, չի մասնակցել պատերազմի, ի տարբերություն դրա, ուրեմն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից թողնելով իրենց ուսումը, կիսատ թողնելով, ջոկատներ եւ ստորաբաժանումներ են կազմվել եւ գնացել են Արցախին օգնություն ցուցաբերելու։ Սա մեկ եւ երկրորդը Հայաստանի Հանրապետության զինված ուժերը եւ Արցախի պաշտպանության բանակը իրենց կառուցվածքով, համալրվածությամբ, համակողմանի ապահովմամբ ինժեներական կառույցների տարիների ընթացքում ձևավորմամբ ունեցել են այնպիսի մի իրավիճակ, որ ի վիճակի էին այս պատերազմում հասնել հաջողությունների կամ եթե նույնիսկ չհաղթել, ապա իրենց առջև դրված խնդիրը պաշտպանությունում իրականացնել։ Մանավանդ այն հատվածում, նորից եմ կրկնում, մանավանդ այն հատվածում, որտեղ որ հակառակորդը կարողացել է այսպես մեկ ճանապարհով, մեկ արահետով մխրճվել եւ հասնել մինչեւ Շուշի եւ Հայաստանի Հանրապետության սահմաններ։ Այսինքն լեռնանատարային պայմանները Հադրութում, ջրականի շրջանում հնարավորություն են ունեցել հակառակորդին կանգնեցնել եւ կարծում եմ, որ հակառակորդը ինքն է զարմացել, թե ինչպես է կարողացել այդ օրերի ընթացքում հասնել իմ ասած նշված կետերը։ Եվ եթե խոսքը գնում է նրան, որ փորձում են բանակի վրա բարթել ամեն ինչ, ես պետք է կրկնեմ իմ նորից այն խոսքը, որ մի քանի անգամ ասել եմ։ Արցախի պաշտպանության բանակը, որը որ ձևավորվել է բացառապես ի սկզբանե
Արցախի հենքի վրա, Արցախի ներուժի վրա եւ Հայաստանի Հանրապետության կամավորական շարժման աջակցության շնորհիվ ունեցել է 283 կիլոմետր պաշտպանության գոտի, այսինքն ճակատով 283 կիլոմետր է եղել, սկսած Արաքս գետից մինչև Սոտք, Վարդենիսի հատված։ Այդ 283 կետից 83 կիլոմետրից 265-ը ինքը պահել է միջև վերջ, միջև հոկտեմբերի 27-ը, մեկ ամիս։ Այդ 20 քանի կիլոմետր հատվածում է աջ թևում, որ եղել է մխրճում եւ հակառակորդը ուղիղ գծով, եթե աջ թևը Արաքսի ափը վերցնենք որպես ելման կետ, այդտեղից 52 կիլոմետր միջև ուղիղ գծով Շուշի, 65 կիլոմետր միջև Բերդաձորի ենթաշրջան Արցախի, 92 կիլոմետր միջև Սև Լիճ եւ 80-85 կիլոմետր միջև Գորիս, Կապան եւ Մեղրի։ Հակառակորդը կարողացել է մխրճվել, շարժվել առաջ եւ ծավալվել այն հատվածով, որի պատասխանատուն ձեր ասած անձնավորությունն է, որ ինքը թող դրա համար պատասխան տա։ Երկու բանի համար ինքը պետք է պատասխան տա։ Ինչու այնպես ստացվեց, որ մերժվեց բանակցային ամբողջ գործընթացը եւ երկիրը մխրճվեց պատերազմի մեջ, կրկնում եմ Ալիևի խոսքերը, որ ինքը տեսել է, որ ոչ ադեկվատ կառավարում է իրականացնում Հայաստանում, ոչ ադեկվատ իշխանություններ են, որոնք որ մերժել են տարիների ընթացքում բանակցային գործընթացում բոլոր պայմանավորվածությունները եւ դա է հիմք հանդիսացել, որպեսզի ինքը պատերազմական գործողություններ սկսի։ Եվ երկրորդը, ինչու ինքը ոչինչ չարեց հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությամբ ուժերի վերախմբավորում, ուժերի մոբիլիզացիա, ամբողջ ազգի մոբիլիզացիա իրականացնի, հակառակորդի այդ մխրճման հատվածը, այդ ճեղքման հատվածը փակի, կանգնեցնի, որպեսզի բանակը կարողանա բոլոր հատվածներում իրենց արժև դրված խնդիրը իրականացնել։ Սա ուզում եմ, որպեսզի հայ ժողովուրդը գիտակցի եւ հասկանա։ Պարոն Օհանյան, նաև դուք եք այդ օրերին Արցախում եւ հաճախ կարծիք է հնչում, որ անկազմակերպ էր ստեղծված իրավիճակը, դուք ինչի հետ եք կապում եւ արդյոք անկազմակերպ էր ու դա էր հենց պարտության պատճառներից մեկը։ Ուրեմն անհաջողությունների եւ պարտության պատճառները մի քանիսն են, որոնց մասին ես կարծեմ մի քանի անգամ ասել եմ։ 3-ն են դրանք։ Առաջինը 2018 թվականից սկսած լուրջ հարված է հասցվել զինված ուժերի կառավարման համակարգին, շարունակական եւ հաճախակի պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ, պաշտպանության բանակի հրամանատար փոփոխությունները որոշակի ազդել են կառավարման համակարգի մարտական խնդիրների հստակ իմացության եւ լայնամասշտաբ այսպիսի գործողություններում հստակ գործելու եւ հաջողություն հասնելու համար։ Ընդ որում նաեւ այդտեղ ես նշում եմ Գերագույն հրամանատարի դերակատարությունը, որը որ ինքը լինելով Արցախում այսօր ասում է, չէ, ինչ գործ ունեիք Արցախում, ինչ գործ ունեիր դու Արցախում կամ քո հարազատները, քո որդին, քո կինը ինչ գործ ունեին Արցախում այդ դեպքում։ Բայց եթե դու եղել ես Արցախում եւ քո ներկայությունը այնտեղ ոչինչ չի բերել, արդյունքը իմաստը գնալ Արցախ, եթե դու չես կարողացել մարտական գործողությունների ընթացքում ինչ որ քո ներկայության որպես Գերագույն հրամանատարի, որպես կառավարության ղեկավարի, որպես Հայաստանի իշխանության ղեկավարի, որը ստանձնել է Արցախի հանրապետության անվտանգության այսպես պատասխանատվությունը եւ երաշխավոր է հանդիսանում։ Երկրորդը կառուցվածքային փոփոխություններն են ազդել բանակի ընդհանուր մարտունակության վրա։ Կազմալուծվել են որոշակի կառույցներ, փոխվել է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնումների ամբողջ փաթեթն է փոխվել,
կազմալուծվել են ստորաբաժանումներ, օրինակ ռադիոէլեկտրոնային պայքարի եւ այլն եւ այլն։ Եվ երրորդը կարգապահությունը։ Եթե կառավարումը հստակ չէ, կարգապահությունը մի հատ նայեք, տեսեք, սկսած նրանց արտաքին տեսքից, վերջացրած նաեւ իրենց գործողություններով ինչպիսին են, արդյոք նրանք ազդել են այն ժամանակ զինված ուժերի կարգապահության վրա։ Այս երեք գործոնները հարված են եղել զինված ուժերի ընդհանուր մարտունակությանը, ընդհանուր մարտական կարողությունների վրա, որոնք որ բերել են մանավանդ, որ պատերազմի ընթացքում չի եղել այնպիսի հեղինակություն, այնպիսի անձնավորություն, որը որ կարող էր բանակին թիկունք կանգնել եւ բանակի առջև դրված խնդիրները լուծել։ Հեղինակություն չի եղել եւ եթե այսօր ինքը ուզում է ասել, ուզում եմ այս կետին ուշադրություն դարձնեք, ինքը ասում է ես լեգիտիմ եմ, ժողովուրդը ինձ ձայն է տվել, ժողովուրդը քեզ ձայնն է տվել Արցախի համար, Արցախի անվտանգության երաշխիքը լինելու համար, 2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ էլ Արցախի հարցի որոշման եւ նաեւ Հադրութի, Շուշիի դեօկուպացիայի համար։ Եթե այդ խնդիրը չլիներ, մի հատ տեսնենք, ինքը այդ լեգիտիմությունը, ինքը այդքան ձայներ կստանար մեր ժողովրդից, ես կարծում եմ, որ ոչ։ Դրա համար է, որ այսօր կարծում եմ, որ այսօրվա իշխանությունների այսպես ռեյտինգը, արժանինքները, հեղինակությունը օրստորե անկում է ապրում, որովհետեւ ինքը ամեն ինչ արեց, որ Արցախի հանրապետությունը չլինի եւ ամեն ինչ արեց եւ այսօր էլ շարունակում է անել, որոնք որ ազդում են Հայաստանի հանրապետության արդեն ինքնիշխանության, հեղինակության վրա։